Ճշմարտություն։ Հաղորդաշար յուրաքանչյուր երկուշաբթի ժամը 20-ին Արդար Հայեմի եթերում։ Բարև ձեզ հարգելի Արդար Հայի հետևորդներ, այսօր ես ուղարկվել եմ Շիրակի թեմի առաջնորդ arczepiskopos Միքայել Աճապահյանին հարցազրույցի ճշմարտության մասին պետք է խոսենք, եւ ես ինքս մասնագիտությամբ նկարիչ եմ եւ քաղաքականության հետ քիչ գործ ունեմ, այդ իսկ պատճառով ես չեմ փորձի խոսել ինչպես բոլորը քաղաքականության մասին, այլ կփորձենք խոսել ընդհանուր դրույթների, ընդհանուր երևույթների մասին, եթե ինչ-որ բան այնպես չի լինի կներեք։ Սրբազան, վերջին շրջանում հատկապես շատ մոդայիկ է դարձել հարցեր տալ եւ հարցազրույցներին պատասխանել, հարցազրույցներ վարել։ Եվ իհարկե ժողովուրդը ինքը մի քիչ պատրաստ չի լսել եւ ճշմարիտը ընդունել հատկապես, որտեղ մտածել միշտ դժվար է։ Հիմա իմ մոտ միշտ հարց է առաջանում եւ ոչ միայն իմ մոտ, արդյոք կարիքն ունենք մենք այդքան հարցազրույցների, չէ՞ որ այդ հարցազրույցներից մարդը հատկապես ոչ մի քիչ կիրթ գրագետ վերցնում է այն, ինչ իրեն ականջին հաճո է, եւ դա համարում է ճշմարիտ եւ դա համարում է արդարացի։ Արդյոք դրանք փոխում են հասարակության մեջ ինչ-որ բաներ, թեկուզ դեպի վատը, իսկ փոփոխություն կա, դուք ավելի լավ գիտեք, դուք ավելի շատ եք շփվում, ինչ կարծիք եք։ Ես կարծում եի մոդայիկ է կրթվելը նորաձև, պարզվում է հարցազրույցներ է մոդայիկ։ Այո, դա է մոդայիկ դարձել։ Չէ, հարցազրույցները սովորական երևույթ են, որ արտարոց բան չեն, եւ ոչ էլ մոդայի խնդիր կա։ Դե լրագրողները պիտի հարցազրույցներ վերցնեն, որպեսզի հասարակական կարծիք ձևավորեն, զգան, իմանան, հարցազրույցը դիմաց ամենատարածված ժանրերից է մարդկանց խոսեցնելու։ Մոդայի հարց չի, անհրաժեշտություն է։ Անհրաժեշտություն է, այո, իհարկե ես էլ եմ կարծում, որ երբեմն լրագրողները նաև զրույցներ են վարում այնպիսի մարդկանց հետ, որոնց հետ ծիծաղելի է զրուցելը, բայց դա իրենց իրավունքն է, ժողովրդավարությունն է, ամեն մարդ ազատ է իր կարծիքը հայտնելու նաև տեսախցիկի առջև։ Ես մասնավորապես շատ խանդավառ չեմ ես հարցազրույցների համար, ճիշտ է տպավորությունն է ստացվում, թե ես շատ հաճիկով եմ հարցազրույց տալիս, այդպես չի, բացարձակապես ուղղակի իբրև պարտականություն, իբրև մեր վրա դրված պարտականություն կատարում ենք նաև սա։ Եթե համաձայն չեք, մի վերցրեք հարցազրույց։ Չէ, ես համաձայն եմ հարցազրույցներին, բայց հարցազրույցը մի քիչ պետք է ուղղորդված լինի, մի քիչ պետք է իմանանք, թե ինչի համար ենք տալիս եւ ում է ուղղված։ Այլապես ես ինքս դեմ չեմ ամեն մի առանձին հարցազրույց կգտնի իր աուդիտորիան, իր լսարանը գտնում է։ Չէ, ես կողմ եմ որ համակարգված լիներ գոնե, եթե մենք պետք է համակարգողը։ Ես չգիտեմ։ Մենք ինչ ենք ուզում դրանով անել։ Ինչ ենք հարցազրույցներ վերցնում, հարցազրույցներ տալիս, ինչ ենք։ Նպատակը որն է։ Լրագրողներին պետք է հարցնեք։ Նպատակը ճշմարտության բացահայտումն է կամ այն ճշմարտության, որ իրեն ձեռնտու է։ Այո, Իշիշ նպատակ։ Դա միգուցե ամենաբանը դա էր։ Դե ես որպես որ նկարիչ ես մի քիչ ավելի մտահոգ եմ այդ առումով, որ լրագրող չեմ, որ ես մի քիչ ասենք։ Ես էլ լրագրող չեմ։ Այո։ Սրբազան, դուք գիտեք, որ ես սիսյանցի եմ։ Հա։ Մարդ չկա, որ այլ չունեն։ Անկեղծ մեր գյուղում եկեղեցի չկա։ Իմ ծնողները եկեղեցի չէին գնում։ Այո։ Բայց ես համարում եմ ամենահավատացյալն էին իրենք։ Արթնանում էին ու փառաբանում էին Աստծուն, փառաբանում են հողը, փառաբանում են ամեն ինչը, ինչ որ Աստված իրենց տվել է։ Քո բարելույսը բարի լինի Աստված։ Մարդիկ ընդունում էին, իրենք ոչ մի կանոնակարգ չգիտեին, ոչ մի ծիսակատարություն չգիտեին, բայց ես կարծում եմ իրենք շատ ավելի մեծ հավատացյալ էին։
Կարող է տարօրինակ թվալ հարցը Սրբազան։ Դուրս Ով է հավատացյալը։ Որն է հավատը։ Ով է Աստված։ Ես քանի հարց տվի։ Մի Ով- հարց տուր։ Բոլոր իրար հետ, որտեղ իրար հետ շահկապված են։ Սա տարօրինակ է միգուցե։ Ուրեմն հավատացյալը նա չէ, ով հավատում է Աստծո գոյությանը։ Հավատացյալը նա է, ով հավատում, ճանաչում է Աստծուն եւ մնայուն շփման մեջ է Աստծո հետ։ Իսկ Աստծո հետ շփման կարևորագույն հնարավորությունը դա ծիսական կյանքն է։ Երբ որ մարդը Աստված պաշտությանն է մոտենում, դա անխուսափելիորեն առաջնորդելու է դեպի ծեսի։ Ոմանք ծեսի մասին խոսում են իբրև ավելորդ երևույթ, այդպիսի բան գոյություն չունի։ Ցանկացած հավատք արդարացվում է ծեսով։ Եթե չկա ճշմարիտ իրական ծեսը, կստեղծվի մեկ այլ ծես, ինչպես ասում եք, զարթնում էին, ինչ-որ բաներ էին ասում։ Ցանկացած հավատք արդարացվում է ծեսով։ Կոմունիստական հավատքը ծես չուներ։ Ուներ։ Այդ գորքին գնում էին, ծաղիկը դնում էին, այսպես կանգնում էին, բան։ Այդ ամեն ինչը ծեսը։ Առանց ծեսի հավատքը չի կարող լինել։ Հավատքի արդահայտությունն է ծեսը։ Եվ հավատացյալը այն մարդն է, որը ճանաչում է Աստծուն, հավատում է Աստծուն եւ իր աղոթական կյանքում արդահայտում է այդ կապը, ծեսով կամ ծիսական երևույթների մեջ։ Այդ է հավատացյալը։ Բավարարված չեք։ Մի քիչ ոնց որ թե չէ, դա ասեմ անկեղծ, մի քիչ չէ, իսկ ով է Աստված։ Մենք հաճախակի լսում ենք, ամեն ինչի մասին խոսվում է, եկեղեցին փառքաստոմի լիքն են, բայց արդյոք մարդիկ ոնց որ դուք եք բացատրում, այդպես ընկալում են, այդպես ընդունում են։ Չէ, հիմա հիմնականում ընդունում եւ ընկալում են այնպես, ինչպես մենք ասում ենք, եւ իրենց անձնական փորձառությունն է նաեւ, այնպես չի, որ մենք մեր փորձառությունը պարտադրում ենք ուրիշին, չէ, ամեն մեկն էլ Աստծո հետ հարաբերության իր փորձառությունը ունի։ Երբեմն այդ փորձառությունը մերժում է, չի համարում դա Աստծո հետ հարաբերություն, բայց ցանկացած մարդ ունի իր անձնական փորձառությունը։ Ով է Աստված։ Աստված է տիեզերքի եւ մեր ստեղծիչն է, արարիչն է, հոգացողն է, գուրգուրացողն է։ Իր նախախնամությունը մեր վրա տարածողն է։ Իր միածին որդուն այս աշխարհ ուղարկելու եւ իբրև զոհ նվիրելու, որովհետեւ մենք ոտքի կանգնենք, մեղքից դուրս գանք եւ երկնքի արքայությունը ժառանգենք։ Այդ էությունն է։ Իսկ եթե մենք ուզում ենք Աստծուն ճանաչել այնպես, ինչպես իրար ենք ճանաչում, այդ եղավ, որ Աստված չեղավ։ Չէ, ժողովուրդը հիմնականում այդպես է ընկալում, առարկայական է ընկալում ավելի շատ։ Չէ, առարկայական չի ընկալում, ինքը ուզում է անտեսանելի եւ անբերձենալի Աստծուն ինչ-որ կերպավորել, ինչ-որ իրերի մեջ, եկեղեցու շենքի, սրբապատկերի ամեն ինչի մեջ, դա բնականաբար մարդկային սահմանափակությունից բխող երևույթ է, քանի որ ինքը չի կարող շփվել անեզր էության հետ, ինքը դրա համար ինչ-որ ստեղծում է ինչ-որ սահմանափակումներ, որպեսզի կարողանա շփվել։ Բայց միշտ դրա այնից հետևում ինքը պետք է հասկանա, դրա հետևում պետք է հասկանա, որ կա անմերձենալի եւ անմեկնելի եւ անհասանելի Աստված։ Համաձայն եմ, Սրբազան։ Սրբազան, մենք հաճախակի ենք խոսում մեր թերությունների, մեր բացթողումների, ես չեմ ուզում գնալ քաղաքական դաշտ, երբեք, որտեղ դրա մասնագետը չեմ, ով ենք մենք, հայը, ով է հայը, ով է ազգը, մեր ստեղծած մշակույթը, մենք ինչ ենք ուզում, մենք ունենք առաքելություն արդյոք թե ոչ, Աստված մեզ ստեղծել է տալով առաքելություն, եւ որն է մեր առաքելությունը, եւ ինչպես ենք մենք կատարում այդ առաքելությունը, ինչպես ենք հետևում Աստծո խորհրդին։ Այդ մասին շատ եմ խոսել ես, եւ այո, հայ առաքելությունը ես ձևակերպել եմ, իբրև Աստծո
երկրավոր թակավորությունը, երկրային թակավորությունը այստեղ հաստատելու գլխավոր դերակատար, բայց մենք այդ դերի մեջ չենք, մենք մեր առաքելության մեջ չենք, հայի առաքելությունը մենք սահմանում ենք երկու կարևորագույն սյուների վրա, դա աստվածասիրությունն է և հայրենասիրությունն է, անխուսափելիորեն, բայց մենք ոչ կարգին աստվածասեր ենք մեզ պահում, ոչ կարգին հայրենասեր և հեռացած ենք մեր առաքելության իրականացումից։ Հայրենասիրությունը ենթադրում է հայրենաճանաչություն, իսկ հավատը ենթադրում է նաև աստվածաճանաչություն։ Դա այդ հնարավորությունը կա, հայրենիքը կա, ունես հնարավորություն ճանաչելու, Աստծուն ճանաչելու հնարավորություն էլ Աստված տվել է։ Չէ, մենք հեշտությամբ կորցնում ենք, քանի չենք սիրում, ինքը չենք ճանաչում, դրա համար մենք շատ հեշտությամբ ենք որոշ բաներ կորցնում։ Չենք փորձում ճանաչել, ոչ թե չենք ճանաչում։ Չենք փորձում ճանաչել, չենք փորձում ճանաչել։ Ոչ թե ճանաչում ենք եւ ասում ենք չէ, լավ է։ Մենք չենք ճանաչում։ Բայց այնպես չի, որ ճանաչելը անպայմանորեն բերելու է գիտակցության, չի բերելու, այնպես չի։ Միշտ չէ, որ այդպես է։ Հիմա մեր նախկին լուսահոգի բարեկամներից չագերտների մեջ անշուշտ մեզ հետ անձնապես մեզ բարեկամ էր, բայց եկեղեցու հետ բարեկամ չէր Սամվել Կարապետյանը, հուշարձանագետ։ Նա էլ էր հայրենասիրությունը կապում էր հայրենաճանաչության հետ։ Բնավ անհրաժեշտ չի։ Այո, հայրենաճանաչությունը լավ բան է, բայց չի նշանակում հայրենաճանաչությունը անպայմանորեն բերել է հայրենասիրության, կամ ով հայրենաճանաչ չի, հայրենասեր չի։ Հիմա ես անպայման պետք է Մեղրիում լինեմ 40 անգամ, որպեսզի Մեղրին սիրեմ։ Չէ, Հիմա որևիցե մի ռուս պետք է գնա հասնի Վլադիվոստոկ, որպեսզի Վլադիվոստոկը սիրի։ Անհրաժեշտություն չի քարարքար մանգալ, որպեսզի այդ հայրենիքը սիրես, կարող ես սիրել առանց տեսնելու, քոնը համարելով։ Քոնը համարելով, ընդունելով, որ դա քոնն է։ Ուրեմն հայրենաճանաչությունը անպայմանորեն քարարքար ճանաչելը չի, որպեսզի սիրես, առանց ճանաչելու էլ սիրես։ Ինքն էլ ես էլ Արևմտյան Հայաստանը սիրում էինք, առանց տեսած լինելու։ Տեսանք, ավելի սիրեցինք։ Բայց դա չէր պայմանը, բայց դա չէր պայմանը սիրելու։ Այո, պետք է ճանաչես, իհարկե պետք է ճանաչես, որպեսզի հասկանաս, որն է քո հայրենիքը։ Բայց կարող ես ճանաչել եւ չհասկանալ։ Կարող ես ճանաչել այդ իմաստով, ճանաչել ռեալ շոշափելու իմաստով ենք ասում, ոչ թե հոգով ճանաչելու մասին չի։ Այսինքն անպայմանորեն քարարքար ասում եմ, թիզ առ թիզ ճանաչելու մասին չի, կարող ես առանց, ինչպես Ղևոնդ Ալիշյանն էր ճանաչում Հայաստանը, առանց Հայաստանը լինելու, թիզ առ թիզ ճանաչում էր։ Ուրեմն ճանաչել բառը նայած թե ինչ ձևի ենք օգտագործում։ Ճանաչել անպայման տեսնել, թե ճանաչել ուղղակի քոնը համարել։ Չէ, ճանաչել քոնը համարելով։ Այդ պետքա լինի։ Քո ստեղծած մշակույթով նա։ Թե չտեսալ Արցախ գնացինք, բոլորս գնացինք Արցախ, բայց ասում ենք Արցախը այսօր մերը չի։ Չէ, որտեղ մենք մերը չհամարեցինք։ Տեսնելը չէ, որ ճանաչողությունն է բերում։ Գիտակցությունն է բերում քո առաքելությունը, քո պատմական ժառանգությունը, քո մշակութային ժառանգությունը, քո սեփականությունը, անանձնական սեփականությունը, հասկանալը եւ ընդունելը եւ դրա համար նահատակվելու պատրաստակամությունն է, որ հայրենաճանաչությունն է եւ հայրենասիրությունն է։ Այո, մենք չդաստիարակեցինք սերունդ, որը պատրաստ էր հանուն այդ հայրենիքի կռվել, հանուն այդ հայրենիքի զոհվել։ Մենք չսովորեցինք, մենք չդաստիարակեցինք այդ։ Հետո մշակույթը, մեր ստեղծած մշակույթն է պահում ազգերին, ըստ իս, որպես մշակույթի ներկայացուցիչ։ Սերունդի մասին խոսելը այդ կարել ճիշտ չի, որովհետև pedagogical պայմաններում
արդեն դա այդ առաքելությունը pedagogical գործառույթն է։ Pedagogical-ը պիտի անի, ոչ թե ինչ-որ անհատներ, ինչ-որ խանդավառներ պիտի դա անեն։ Բայց դու ինչքան ուզում ես լավ սերունդ ունեցի, եթե pedagogical-ը pedagogical չի, այդ սերունդն ինչ պիտի անի։ Եթե քո իշխանություն չի, որը պատրաստ է այժմ տալու ամեն ինչ, հայրենիքնել, հայրենիքի գաղափարնել եւ իր համար ինչ-որ հնարի իրական հայրենիք եւ ոչ իրական հայրենիք։ Հայրենիքը է, իրականի ոչ իրականը ո՞րն է։ Այո, հայրենիքը է։ Եվ այդ հայրենիքը այդ ազգը ստեղծում է մշակույթ, որով ինքը գոյատևում է։ Մենք պետք է առաջին հերթին կարողանանք ճանաչել այդ, էլի, մի քիչ փորձենք գոնե, լավ։ Մենք կոչված ենք, գոնե արվեստագետները, մշակույթի ներկայացուցիչները կոչված են դրան, որովհետև ազգերը գոյատևում են միայն այդ ճանապարհով, առանց մշակույթի, երբ որ իրենք տիեզերքում հետք են թողնում մշակույթային, այդ ժամանակ միայն մենք կարող ենք գոյատևել։ Մենք պատրաստ ենք դրան, մենք ունենք, մինչև այդ ունեցել ենք, թե մենք չենք ունեցել։ Մենք միայն ենթադրում ենք, որ այդպեսին ենք եղել։ Ինչպիսին։ Որ մենք մեծ մշակույթ ենք թողել նաև, այսինքն տիեզերքում մենք ունեցել ենք հետք։ Մեծ մշակույթ թողել ենք, բայց այդ մշակույթը մերը չենք համարում։ Գործնականում չենք համարում։ Դες հայտարարություններով ենք համարում մերը, բայց գործնականում մերը չենք համարում։ Եթե մերը համարեինք, ուրիշին չէինք հանձնել այդքան հեշտությամբ եւ կամավոր։ Մենք միշտ պետք է պայքարենք դրա համար։ Միշտ ինչ է մեզնից սպասվում, ինչ պետք է մենք անենք, որ չենք արել։ Ամենքը իր համար պետք է ճշտի, ինքը չի արել։ Պետք է լինել պարզապես հայ քրիստոնյա եւ առաքելության հավատարիմ, Աստված եւ հայրենիք։ Չդավաճանել Աստծուն, չդավաճանել հայրենիքին։ Որը մենք այդքան մեծ միստերիա չի։ Բայց երբ որ դու չունես ոչ Աստված, ոչ հայրենիք եւ ապրում ես զուտ ազնագենտրոն կյանքով, չես ունենա հայրենիք։ Սրբազան մենք ազգ ենք, թե եսի։ Իհարկե եսակենտրոն ենք։ Եսակենտրոն ենք։ Իհարկե եսակենտրոն ենք։ Եսակենտրոն չլինենք, ես արդագաղթը կլինի։ Եսակենտրոն չլինի, հայրենիքի կորուստը կլինի։ Ամենամեծ ողբերգությունը, որ մենք ցավ չապրեցինք դրա համար։ Այո, դա ամենակարևոր բանն է։ Այո, մենք ցավ չապրեցինք կորցնելով մի ողջ ժողովուրդ, մի տարածք, մի հայրենիքը կորցրեցինք։ Եւ դրանից տարածք չի, հայրենիք։ Չէ, հայրենիք, ներողություն, իհարկե ճիշտ չասի, հայրենիք կորցրեցինք։ Այո։ Եվ ցավ չապրեցինք դրա համար։ Սրանից իմի սրբազան հետևում է իմ հաջորդ հարցը։ Ով է մտավորականը։ Ըստ իս մտավորականը պետք է լինի փարոս։ Մտավորականը պետք է լինի առաջնորդող։ Մտավորականը պետք է լինի ճշմարիտ խոսողը։ Դեպի Աստված առաջնորդողը։ Մենք ունենք այդպիսի մտավորականություն։ Չէ, չունենք։ Մտավորականը նա է, որի համար այս աշխարհում իրական, առարգայական որևիցե բան իրեն չի հետաքրքրում։ Այո։ Եթե իրեն հետաքրքրում է նույնքանով, որքանով Ռամիկին, սովորական մարդուն, հա, որ տղայից ես իշտերը դասավորեմ, աղջկաս ես իշ մարդու հետ ամուսնացնեմ, ես ինչ, դա մտավորական չի կարող լինել։ Մտավորականը չի մտածում, ոչ թե կարիք չունի, այլ ինքը չի մտածում առարգայական հարցերի մասին, որ հաճույքների մասին, ես ինչ ունենամ, ես ինչներ ունենամ, ես էլ ունենամ, ես էլ ունենամ։ Եվ եթե այդ մոդեցումով ես մոդելում տեսնում ես, որ մենք մտավորականություն չունենք հիմնական, որոնք ինքնամոռաց կերպով մտավորական են։ Մենք կարողացել ենք նաև մտավորականությունը դարձնել զբաղվածության մի տեսակ, բիզնեսի մի տեսակ։
տուն պահելու մի ձև։ Այո, տուն պահելու մի տեսակ։ Ինչպես քաղաքական գործիչները ոչ թե այս երկրի հզորացումն են դրել իբրև նպատակ, այլ իրենց զբաղումն է, բիզնեսն է, այնպես էլ մտավորական մի շրջանակ կա, որի համար մտավորական լինելը պարզապես ուրիշ տեղերում, ուրիշ ասպարեզներում չեն կարողացել փող աշխատել, դրա համար մտել են մտավորական ասպարեզ։ Բայց դրանք մտավորականներ չեն։ Դե հա իհարկե մտավորականներ չեն, մենք ճշմարիտ մտավորական շատ քիչ ունենք, իսկ ճշմարիտ մտավորականներին հիմնականում չենք էլ ճանաչում։ Եթե ճանաչում ենք, իրենց համարում ենք հիվանդ, ցնորված։ Ինչպես կարելի է ապրել այս աշխարհում եւ այս աշխարհի բարիքները քեզ համար չդարձնել թիվ 1 նպատակ։ Ուրեմն խենթ ես։ Ինչպես կարող ես ամբիցիա չունենալ սեփական տուն ունենալու երկհարկանի երահարկ։ Ինչպես կարող ես ամբիցիա չունենալ ընդամենը 2 զավակ ունենալու, այդ 2 զավակիդ լավ տեղավորելու, ինչպես կարող ես չունենալու, խենթ ես։ Հիմա որևիցե մեկը, որ ասի, գիտես ինչ, ինձ համար մեկը իմ տղան գնում է բանակ, այո, պետք է գնա, եւ ինձ հետաքրքիր չի որտեղ գծարայի, սահմանին, պատերազմում, այդպիսի մարդուն խենթ չես համարի։ Ես չէ։ Հայը, այդպիսի մարդուն Հայ չի կարող, ոնց թե դու էլ գհամարես։ Ես։ Բաբոն։ Ես այդ կարծիքին չեմ համարեի։ Այլապես այդ հարցերն իմ մոտ չէին առաջանել, որովհետև ինձ համար այդ մտավորականությունը հիմա դարձել է շատ։ Ուրեմն եթե կա մտավորական, որը ասենք կարող է հնամաշ շորով մանգալ, որովհետև իր համար բացարձակապես դա նկատելի բան չի։ Մեկ չի նկատում, որ իր շորը հնամաշ է, չի նկատում։ Եվ կարող է ծաղրի առարգա դառնալ, նշանակում է հասարակությունը պատրաստ չի մտավորականին ընդունել իբրև մտավորական եւ գնահատել իբրև մտավորական։ Երբ որ մտավորականը լինի իրեն տեղում, միգուցե հասարակությունը պատրաստ լինի ընդունել։ Իսկ պետք է հասարակության երևի մտավորական պետք է լինի, որ այո, պետք է լինի։ Ես ասում եմ, ինձ համար մտավորականությունը ոչ թե մտքի աշխատանքով զբաղվողն է։ Ոչ։ Այլ այս աշխարհից վեր բաների մասին մտածող եւ հոգացողն է։ Իր ընտանեկան, անձնական հարցերի հետևից չգնացողն է։ Որի համար բացարձակ հետաքրքիր չի, թե ինչ կհագնի, որտեղ կաբրի, ինչ մեքենա կունենա կամ չի ունենա, կոշիկը բրենդային կլինի, թե բրենդային չի լինի, եւ ինքը չի էլ հասկանա, թե ինչ բան է բրենդը, հասկանում եք։ Իսկ հիմա մտավորական դուք համարում եք այն մարդկանց, ովքեր բրենդներից լավ հասկանում են։ Ես անձամբ չեմ համարում այդ մարդկանց մտավորական։ Եվ հիանում են այդպիսի մարդիկ, ասում են, հա, ինչ մարդը բան է, ուսուցիչ է, բայց ինչ լավ հասկանում է բրենդները։ Ուսուցիչը չպետք է հասկանա այդպիսի բաներից։ Հոգևորականը չպետք է հասկանա այդպիսի բաներից։ Չէ, ինձ համար կա։ Հոգևորականը տգետ պետք է լինի այդ բաներից։ Այդ բաներից։ Հա։ Եվ մտավորականը պետք է տգետ լինի այդ բաներից։ Կենցաղային եւ նյութական բարիքներից տգետ պետք է լինի։ Որտեղ իր համար պետք է լինեն հոգևոր, մտավոր եւ ընդհանրական Հայաստանի երկրի շահը, զորացումը, հզորացումը ոչ թե դրա այդ երկրի մեջ կարևորը իմն է։ Կարևորը ես եմ, կարևորը իմ զավակն է, կարևորը իմ տղան է, կարևորը իմ աղջիկը, կարևորը իմ թոռներն են։ Դե որտեղ ենք մենք թերացել, որ դա չի եղել, որ այդպիսի մտավորականություն չի ձևավորվել։ Դե ամենտեղ էլ թերացել ենք, որտեղ չենք թերացել։ Դրա համար այդ մտավորականի կարիքը պետք է լինի, այդ մտավորականը պաշտպանված պետք է լինի։ Եթե այդպիսի մտավորական կա, հասարակությունը պատրաստ պետք է լինի այդ մտավորականի նյութական հոգսը իր վրա վերցնել, որովհետև այդ մարդը չի կարող նյութական հոգս հոգալ, որովհետև իրենը նյութական հոգս հոգալը չի։
Բայց եթե թողնես հասարակությունը թողնի, որ այդ մտավորականը սովից մահանա, նշանակում է նա չի կարող իր առաքելությունը իրականացնել, որովհետև ինքը անպաշտպան է, մտավորական ինքը անպաշտպան է օրվա խնդիրների լուծելու մեջ, ինքը անպաշտպան է։ Եթե ինքը կարողանում է օրվա խնդիրները լուծել, նշանակում է ինքը մտավորական չի։ Այդ ժամանակին ունեինք մենք այդպիսի մի դաս, չէ՞։ Ունեցել են գրողներ են ունեցել, նկարիչներ են ունեցել, Համոսայան, ես շատ էին։ Համոսայան պարման Սիսյանցը մտի բերես Համոսայան։ Համոսայանը մեր մեծագույն ստեղծագործություն, չէ, ես ասեմ, մենք ունեինք եւ դրանք առաջնորդում էին մեզ։ Եվ մենք օրինակ ենք վերցնում, օրինակ ենք ծառայում նաեւ ազգի համար։ Եվ գիտենք ինչ էր, ով է մտավորականը, թեկուզ արտակուստ, ով է մտավորականը։ Իսկ մենք չունենք, դա նաև մեր կրթական ոլորտի թերացումն է։ Դա պետական քաղաքականությունն է։ Պետական քաղաքականությունը երեք եւ այսօր չունի մտավորականի ստատուս ձևավորելու նպատակ։ Հիմա դուք այն անունները որ տալիս եք, ի պետականությունն է, սովետական Հայաստանն է, որ այդ մարդկանց այո բերել է մեջտեղ ներգայանալի է դարձրել։ Այո, երբեմն էլ նաև տեսել է, որ չես մարդիկ մի քիչ սովետական կարգերին հարմար չեն, սկսել է հալածել, բայց այդ հալածանքով նրանք ավելի բարձրացել են, քան թե ցածրացել են։ Դրա համար պետք է լինի պետական վերաբերմունք։ Իսկ պետությունը ասում է, այսօրվա ինչ ուզում ես եղի։ Այո։ Ինձ միան հանգստացրու։ Կրթությունը այսօր դարել է բիզնես, չէ՞։ Գիտելիքը վաճառվում է, ինչպես որևիցե ուրիշ բան է վաճառվում։ Գիտելիքը վաճառվում է, ես ուսուցիչ եմ, իմ գիտելիքը վաճառում եմ։ Գտակ, պատշաճ փոխանցեմ գիտելիքը, չեք տա, չեմ փոխանցի։ Բժշկությունը դառնում է էլի բիզնես։ Գտած փող, կբուժեմ քեզ, չես տա փող, չեմ բուժի քեզ։ Բանակը դառնում է բիզնեսի տեսակ։ Լավ կվճարեք ինձ, կպաշտպանեմ ես հայրենիքը, լավ չեք վճարի, չեմ պաշտպանի։ Նույնը դառնում է, չէ, օրինակ Ամերիկայում եւ կարող է սպառնալ վաղը մյուս օր ստեղել դառնալ, հոգեվոր ասպարեզը դառնում է բիզնես։ Փողը տվեք, լավ քարոզեմ։ Չեք տա, լավ չեմ քարոզի։ Ասպարեզներ կան, որ փողով չեն չափվում, նույնը նկարչությունը։ Նույնը նկարչությունը։ Այսօր նկարիչների մեծ մասը բիզնեսմեններ են։ Այո, համաձայն եմ։ Արվեստագետների մեծ մասը բիզնեսմեններ են։ Իրենք արդեն ամեն մեկը գտել է, եթե հաջողված, ամեն մեկը գտել է այն երագը, որը փող է բերում, այդ երագի վրա է աշխատում։ Ոչ թե աշխատում է այն, ինչ որ իրեն հոգի հարազատ է։ Չէ, իրենք այդպես չեն ստեղծագործում են, այսինքն ինչ փողը բերում, այդ ուղղությամբ են եկոտացում։ Իսկ այդպես չպետք է լինի։ Ամեն ինչ, բոլոր ասպարեզները չի կարելի վերածել բիզնեսի։ Չի կարելի դարձնել եկամտաբեր աղբյուրի։ Քաղաքական գործունեությունը չի կարող դառնալ եկամտաբեր աղբյուր։ Իսկ քանի որ մենք հիմնականում իբրև մոդել ենք այդ բիզնեսի ոլորտ եւ հիմնականում այդ նպատակն է, մեզ համար հաջողված մարդը լավ հարստություն կուտակած մարդն է։ Այդպես է։ Հասարակությունը այդպես է անցալում։ Դրա համար ցանկացած ասպարեզում եթե եմ, պետք է կուտակեմ, որպեսզի հաջողված լինեմ։ Եթե հոգեվորական եմ, ասենք սրբազան եմ, թեմի առաջնորդ եմ, պետք է լավ ունենամ, որպեսզի հարգանք վայելեմ։ Ասեն որ հա, սրբազան է, լավ, դες երկու հարգանի տուն է ունի, այս ինչ մեքենա է քշում, այս ինչ, այս հակած դες բրենդային շորեր է հակում։ Ուրեմն այս բոլոր այս ծառվածությունները պետք է շտկել եւ պետք է շտկեն բոլորը նամանավանդ այն ասպարեզները, որոնք ասում են հոգեվոր ասպարեզներ են, որքան էլ որ նյութական օրինակ բժշկությունը որքան էլ որ նյութական նյութի հետ է չէ մարմնի հետ է, բայց ինքը հոգեվոր ոլորտ է, մարդ է փրկում։ Ինչ է նշանակում, փողը դուր քեզ բուժեմ։ Այլի հա, փողը պետք է լինի, հա, բարձր է, դա փողը անհրաժեշտություն է։
ոչ մեկին հələ չի հաջողվել առանց փող ապրել։ Հա։ Դժվար է մի քիչ, դժվար է, որտեղ Բայց վերջնաշուտ այդ կենցաղ դրամի հետևից չէ որ պիտի դրամը չէ որ պիտի դառնա քո կյանքի նպատակ եւ քո գործունեության նպատակը չպետք է պայմանավորես դրամը։ Ես որպես նկարիչ Սրբազան, ես գտնում եմ, որ նկարը չպետք է լինի փող վաստակելու միջոց, այլ հետևանք պետք է լինի։ Այո, ինքնաբերաբար դու հետևանքը նկարես, պետք է լինի։ դու Ես նկարես ստեղծագործում եմ։ ինքնաբերաբար կգա էլի, անհրաժեշտը կգա, անհրաժեշտը ո՞րն է, ավելը չի, անհրաժեշտ է, այնա ինչ որ քեզ անհրաժեշտ է։ Այո։ Իսկ քեզ այնքան քիչ բան է անհրաժեշտ։ Ցանկացած մարդու այնքան քիչ բան է անհրաժեշտ երջանիկ լինելու համար։ Հնարավոր է։ Որովհետև մշտապես ունենալ ուզողը չի կարող երջանիկ լինել, որովհետև միշտ պետք է նայի ինչ-որ մի բան պակաս է, հիմա հասկանում ես, մեքենա ունեմ, ինքնաթիռ չունեմ, ինքնաթիռ ունեմ, Դե հարուստը նա չի ով որ զբոսանավ չունեմ, զբոսանավ ունեմ, տիեզերանավ չունեմ։ Հարուստը նա է ժողովուրդն ասում, հարուստը նա է որ բավարարում է իրեն քիչ ունեցածով։ Եղածով Եղածով բավարարում է իսկական հարուստը, եղածով բավարարվում է եւ Աստծուն փառք տվողն է։ Այո, եւ Աստծուն փառք տվողն է։ Եվ դրա համար ես ասել եմ, որ գոնե անկախությունից հետո, եթե մենք 1, 2, 3 սերունդ պետքա մոռանայինք մեր սեփականը, պետք է մտածեինք ընդհանուրի մասին։ Հետո 3 սերունդ հետո, երբ որ կունենայինք հզոր Հայաստան, թող մտածեին սեփական ունեցվածքի մասին։ Բայց մենք ինչ անենք։ Հենց առիթը եղավ սեփական ունեցվածքը Այո, առիթով սկսեցինք մոռանալ ամեն ինչը, մոռանալ Արցախն էլ մեզ համար դարձավ սեփական ունեցվածքի այս ունեցվածքը մեծացնելու միջոց։ Հայրենիքը չի կարող լինել սեփական ունեցվածքը հարստացնելու։ Հայրենիք հարկու վաճառքի առարկա չի կարող լինել։ Եվ չի կարող լինել շահագործման առարկա։ Շահագործման առարկա չի կարող լինել։ Սրբազան վերջինաշու ամենամեծ արժեքը հողն է, որի վրա ստեղծում է ամեն ինչը։ Մենք պետք է կարողանանք այդպես ապրել։ Մենք պետք է կարողանանք այդպես դաստիարակել մեր սերունդներին, բայց մենք չարեցինք։ Ուրեմն արեք, գնացեք։ Անում ենք, ես իմ տեղը փորձում եմ ինչ որ բան անել, կարող է լավ չեմ անում, իրոք որ կարող է լավ չեմ անում, դա էլ կա, բայց դե փորձը փորձանք չէ։ Փորձում եմ, պայքարում եմ, ուզում եմ, որտեվ առանց դրա հնարավոր չէ։ Եթե չունեցանք այդ հողը, այդ հայրենիքը, ես մի առիթով ինստիտուտում ասել եմ համալսարանում, որ մենք մեծ ուշադրություն չենք դարձնում կրթությանը, մասնավորապես մեր լեզվին, որ ամենամեծ արժեքն է մեզ համար, ինքնության ամենամեծ գրավականն է։ Վաղը միշտ եթե մենք չսովորեցինք մեր լեզուն, մեզ կպարտադրեն սովորել ուրիշ լեզուներով, նույն ֆիզիկան, նույն քիմիան, մյուսները կպարտադրեն սովորել, երբ որ մենք մոռացանք մեր ունեցածը։ Սա իհարկե մեզ դժբախտություն է։ Այդքանից հետո գալ ու միանգամից կորցնել ամեն ինչ։ Դե միգուցե ես լավ հարցուպատասխան չեմ կարող տալ, չեմ կարող վարել այդ եթերը, Սրբազան։ Ինչ անենք, ամեն մարդու տրված չի։ Իհարկե, ամեն մարդու տրված չի։ Սրբազան, շատ ներողություն, հոգևորականը մտավորական է թե ոչ։ Իհարկե մտավորական, պետք է լինի։ Պետք է լինի։ Իհարկե։ Իհարկե, հոգևորականը չպետք է փնտրի այս աշխարհում ինչ-որ մի բան, իրքը վերինները պետք է փնտրի։ Եվ ժողովրդին պետք է քաշի դեպի վեր, ոչ թե ինքը իջնի դեպի նվար։ Այ մտավորական առաքելություն դա պետք է լինի։ Իսկ ժողովրդին վեր հանել։ Այո։ Դրա համար դու պետք է վերևում լինես, որպեսզի քաշես վերև, ոչ թե իջնես ներքև։ Ոմանք իջնում են ներքև, ասում որ իջա որ հանեմ վերև։ Չէ, իջնելուց հետո էլ դժվար է վերև բարձրանաս։ Դժվար է, երբ որ արդեն գայթակղվում ես, երբ որ արդեն ընտելանում ես այդեն ամեն ինչին, ինչ որ կա, սատանայի կողմից տրված, չի դժվար է դու դրանից փոխվել։ Այդպես, շատ շնորհակալություն։ Եղավ, ես եմ շնորհակալ։ Մի քիչ թախծոց ստացվեց, բայց ոչինչ կպատահի։ Այդպես էլ է լինում։ Բոլորը չի, որ ամեն ինչը լավ է լինում։ Լինում են նաև այդպիսի հարցազրույցներ, ոչ մասնագետի կողմից։
Ճշմարտություն։ Ողջ ճշմարտությունը մեր իրականության մասին Միքայել arczepiskopos Աջապահյանի կողմից։ Հաղորդաշար յուրաքանչյուր երկուշաբթի ժամը 20-ին Արդար Հայեմի եթերում։